Ես կարծում եմ մենք այս հարցի համատեքստում ունենք առասպել գլոբալ խնդիր բարձելու համար, թե այսպես կոչված գողական աշխարհ հասկացությունը, որ դարաշրջանից է առասարակ ներմուծվել։ Որոշ անձիկ ասում են, դատողություններ են ներկայացնում, որ գողական աշխարհ առասարակ հասկացությունը դրևս եկել է հոգեվերյան հեղափոխության շրջանից, իսկ 1917 թվականներից, եւ եթե լինեմ ավելի կիրառական այս իմաստով, նույնիսկ կա լեգենդ մի անձի մասին, ում անունն է համարվում Միշա Վինսկի, on je Միշա Եվոնչիկ, ինչպես կոչում էին նրան նեղ, այսպես ասած, շփման կրուգերում, եւ նաեւ կա կարծիք պատվժնդատրեմ, որ առասարակ գողական աշխարհ հասկացությունը եկել է դեռևս Ստալինյան շրջանից։ Հիմա հարց առաջանում, իրականում այս գողական աշխարհ հասկացությունը որ դարաշրջանից եկած է, եւ ինչպես են այդ վարպետացի կանոնները սահմանվել, ում կողմից են սահմանվել, եւ արդյոք դրանք ունեն որոշակի փաստաթղթավորում թե ոչ։ Ես մի քանի եզրեր կցանկանամ օգտագործել, որպեսզի հասկանանք եւ այլ ավելի որոշակիացված եւ պարզ լինի, որ մենք այս երևույթի, այս հասկացության հետ ունենք իսկապես որոշակիության խնդիր, որոշակիության ցածր աստիճան, եւ նաեւ այդ անորոշությունը նույնիսկ այսպես կոչված գողական աշխարհում համապատասխան այդ կյանքին հարող անձանց մոտ եւս կա որոշակիության որոշակի խնդիր է կա։ Կան անձիկ, որոնք որ ասում են, ես գող եմ, բա օրենքը գող է, չի համարում իրեն օրենքով գող, ասում է ես գող եմ։ Կա անձ, որ ասում է, ես օրենքով գող եմ, իսկ կա անձ, որ ես ասում է, ես գաղափարական գող եմ։ Ինչի մասին եմ ասում, պատվժնդատրեմ, կարծես այս կատեգորիան ունի որոշակի տարբեր, այսպես ասած, անվանումներ եւ տարբեր դրսևորումներ։ Հիմա գող, օրենքի գող, թե գաղափարական գող, ինչը ռուսերեն կոչվում է իդեալի գող։ Հիմա դրա բարագայում պատվժնդատրեմ, այս բոլոր հարցերի պատասխանը չունենալու տեսանկյունից, մենք ունենք նաեւ որոշակիության խնդիր քրեական հեղինակություն հասկացության վերաբերյալ։ Հիմա Պապին Բեյլիջյանի մեղադրանքի առաջադրվել 324 հոդվածի առաջին մասով, որը սահմանում է քրեական ենթամշակույթներով խմբավորմանը մասնակցել է, կամ դրա հետագա դասապարտակների իրականացմանը ներգրաված լինելը, կամ քրեական ենթամշակույթներով խմբավորման հավաքել կազմակերպել է, կամ դրանց մասնակցել է, եթե բացակայում է Սուրբ Օրենքի 319 եւ 321 հոդվածներով նախատեսված հանցանքի հանգրվիշները։ Հիմա այս հոդվածի վերաբերյալ վերլուծություն կատարելու համար մենք պետք է վերադառնանք նույն օրենքի 323 հոդվածի 3-րդ մասին, պատվժնդատրեմ, ինչը հստակ նշում է, որ Սուրբ Գլխի իմաստով քրեական ենթամշակույթներով խմբավորում գողական աշխարհը համարվում քրեական աստիճանակատվությամբ եւ միջազգային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր սահմանված եւ ճանաչված վարպետացի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանված վարպետացի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին եւ որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրակի կամ անօրինական գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վերջերը լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առողջություն ստանալը։ Եկան պատվժնդատրեմ պարզ տրամաբանությունը եւ իրավական ողջամտությունը այս երկու նյութական նորմերի վերլուծության պարագայում պարզ է դառնում, որ նմանատիպ գործողություններ կատարելու համար տվյալ անձը պետք է լինի կամ օրենքով գող կամ քրեական հեղինակություն։ Պապին Բեյլիջյանի առաջադրած մեղադրանքի փաստական նկարագրության պայմաններում պարզ է դառնում, որ մեղադրանքի կողմը վերագրում է Պապին Բեյլիջյանին որպես քրեական հեղինակություն։ Այսինքն տվյալ պարագայում գողական աշխարհի մեկ այլ մասով սահմանված չափանիշը անձնային, ոչ թե օրենքով գող, այլ քրեական հեղինակություն։ Հիմա 323 հոդվածի 3-րդ մասը հստակ նշում է պատվժնդատրեմ, թե քրեական հեղինակությունը ինչպիսի լինելով քրեական հեղինակություն անձը, ինչպիսի նպատակ պետք է առհասարակ հետապնդի հանցավոր, այսպես ասած, քրեական ենթամշակույթներով խմբավորման մասնակցելու պարագայում։ Դա հանցագործությունների կատարումն է, դա հանցագործությունների հովանավորումն է, վեճերի լուծումն է եւ այլ դասավորումներ։ Հիմա պատվժնդատրեմ հարցը առաջանում Պապին Բեյլիջյանը
42 տարեկան քրեական հեղինակություն, եթե համարյամ, չնայած քրեական վարորդություններում արկա է համապատասխան փաստական տվյալը, որը պարոն Կոչարյանը որ Պապին Բեգլուցյանը քրեական հեղինակություն չի հանդիսանում, բայց ինչևէ, պայմանականորեն ընդունում Պապին Բեգլուցյանը քրեական հեղինակություն է հանդիսանում։ Պապին Բեգլուցյանը 42 տարեկան է։ Պապին Բեգլուցյանը քրեական հեղինակության տիտղոսը որպես այդպիսի երբ է ձեռք բերել։ Ես դժվար եմ պատկերացնում պատվարժան դատարան, եթե վերադառնում ենք ելի երրորդ մասում նախատեսված չափանիշներին, որ քրեական հեղինակություն լինելու համար նպատակ պետք է լինի հանցագործությունների կատարումը կամ հովանավորումը կամ վեճերի լուծումը կամ այլ դասավորումները, ձեռք բերի մի անձ, որը նախկինում չի ունեցել որևէ տեսակի քրեական անձնանք։ Դժվար եմ պատկերացնում։ Այսինքն անձը պետք է որոշակի չափով հանցավոր վարկագից կրիմինալոգիական տեսակետից լինի հանցավոր տեսակ, անցած լինի որոշակի ճանապարհ, ընդ որում պատվարժան դատարան կատարած լինի այնպիսի հանցանքներ, որոնք կներեք ձևակերպման համար պատվարժան դատարան համապատասխանում են եւ եկած է քրեական աշխարհին բնորոշ հանցատեսակների, որ նոր կարող է որոշակի ճանապարհ անցած լինելու բարելավի համարվի քրեական հեղինակություն։ Հիմա դրա պարագայում Պապին Բեգլուցյանը ոչ միայն նախկինում դատապարտված չի, որը հավատավորում չունի, այլ նաև որևէ տեսակի քրեական անձամբ չունի։ Իսկ երբևէ նույնիսկ օպերատիվ տեսադաշտում չի այլվել։ Հիմա հարց առաջանում Պապին Բեգլուցյանը, ով կրիմինալոգիական տեսանկյունից համարվում է մաքուր մարդ, ինչպես է կատարել հանցանքներ, որոնք աննկատ են դարձել պետության համար, եւ ինչ հանցանքների մասին է խոսքը գնում նրա կողմից ենթադրաբար աննկատ դարձած կատարման վերաբերյալ, որոնք թույլ են տվել այս ճանապարհը անցնելու բարելավի նրան շնորհել քրեական հեղինակություն որպես այդպիսի տիտղոսը։ Բոլոր այս հարցերի պատասխանների բացատրությունը հենց վկայում նրա մասին, որ Պապին Բեգլուցյանը քրեական հեղինակություն չի հանդիսանում, իսկ այս մեղադրանքը ոտից գլուխ սնանկ է։